Բարև ձեզ, Ինստաֆեսիայից թողարկմանը դիտեք։ Անկարան բացահայտ կերպով հայտարարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը Փաշինյան-Ալիև խաղաղության համաձայնագրի կնքումն է։ Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ չկա։ Համացանցում ծաղրում են վաղարշաբաթի ընտրությունների իշխանամերձ թեկնածուին, որ պատրաստվում էր բացարձակ մեծամասնություն կազմել, բայց չհաղթահարեց նույնիսկ անցողիկ շեմը։ 50+1 կրած նստածա։ Չնայած Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղի խոշոր հաշվով պարտությանը, հումորային արձագանքների պակաս երկրպագուների շրջանում չկա։ Հայ ֆուտբոլիստները եթե խաղի վերջում գերի չեն ընկնում կամ էլ թե խաղադաշտից որևէ հատված չի հանձնվում, դա ինքնին հաղթանակ է։ Ոտնձգություն Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքի դեմ միլիոնավոր դոլարներ են Հայաստանի հարկատուները պարտավոր փոխհատուցել Կարապետյաններին։ Այսպես ասած ընկանք պարտքի տակ էլի։ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը չավարտված, իշխանական լրատվամիջոցը հրապարակեց որոշումը։ Դատարանը 2 ամսով երկարաձգեց բարերարի կալանքի ժամկետը։ Հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար պայմաններ ունի, որոնց մասին այս շաբաթ բացեիբաց խոսեց այդ երկրի արտգործնախարարը։ Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը, մենք պատրաստ կլինենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք դա նախապես հայտարարել ենք։ Հայաստանի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հանդեպ այսքան մեծ պատրաստակամության գլխավոր պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզանից կամքի դրսևորում տեսնելն է։ Եթե Թուրքիան հիմա կարգավորի Հայաստանի հետ հարաբերություններ, ապա մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում։ Հայաստանից իհարկե արձագանքեցին թուրք արտգործնախարարին, բայց նրա հայտարարությունից 1 օր անց։ Ում ինչ կլիներ պաշտոնական Երևանի արձագանքը, սոցցանցերի հայկական հարթակում քննարկվում էր թուրք պաշտոնյայի ելույթը։ Ֆիդանն այս հայտարարությունը բնականաբար պատահական ժամանակահատվածում չի անում։ Վաշինգտոնյան փաստաթղթերից հետո նման խոսույթը գալիս է ապացուցելու, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Իսկ այն ճակերտավոր խաղաղության դարաշրջանը, որ բերել են այս իշխանությունները եւ գիշեր ցերեկ թմբկահարում են հասարակությանը համոզելու համար, առ ոչինչ է։ Իսկ կեղծիքի ու ստի իշխանությունները բոլորովին այլ բան էին ներկայացնում հայ ժողովրդին։ Իսկ ում խոսքն է առավել արժանահավատ։ Բնականաբար Հայաստանի իշխանությունների խոսքի արժանահավատության մակարդակը ձգտում է 0-ի։ Ինձ համար ցավալի է, բայց փաստ։ Ինչ ասել է թշնամին, վերջում պարզվել է, որ չի ստել, այլ Հայաստանի իշխանություններն են ստել։ Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու կամ էլ սահմաններ բացելու հարցում Թուրքիայի միակ պայմանը չէ։ Ֆիդանը թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ բարձրաձայնել էր նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու պայմանների մասին։ Նկատեցիք չէ, որ Ֆիդանը առաջ է քաշել այն պայմանները, որոնց մասին գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են Բաքվից։ Փաստացի թուրք արտգործնախարարը իր այդ հայտարարությամբ ուղիղ ակնարկեց, որ դեռ կան պայմաններ, որոնք պետք է կատարի Հայաստանը։ Հայաստանի արտգործնախարարն արձագանքեց Հական Ֆիդանին։ Նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը իսկապես կարեւոր են Հայաստանի համար։ Նույն կերպ կարեւոր է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Երկու ուղղություններով էլ Հայաստանը անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն։ Եվ եթե այդուհանդերձ փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Միրզոյանի հայտարարությունն առաջին տպավորությամբ նշանակում է, որ ինքն այդքան էլ համաձայն չէ թուրք իր գործընկերոջ այն պնդման հետ, որ եթե Անկարան հիմա կարգավորի Երևանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ պատճառը։ Փաստացի Միրզոյանն էլ իր հերթին հակառակը պնդեց, ասելով, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը
կարգավորումը կարող է դրական ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ դատելով Ֆիդանի եւ Միրզոյանի հայտարարություններից, պաշտոնական Երևանի եւ Անկարայի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։ Իսկ գուցե սրանք առաջին հայացքից հակասող թվացող հայտարարություններ են, բայց իրականությունը լրիվ այլ է։ Ես որևէ հակասություն չեմ տեսնում հայտարարությունների մեջ, առավել եւս Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մեջ որևէ տարբերություն չկա, ինչպես որ նախկին տարիներին, այնպես էլ հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը խաղում են այսպես կոչված բարի եւ չար ոստիկանի դեր։ Մի կողմից Թուրքիան դրական ազդակներ է պարբերաբար ուղարկում, ասելով, որ երբ որ կարգավորվի վերջնական հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ արձանագրված Ադրբեջանի կողմից այդ հակամարտության ավարտ, այդ ժամանակ էլ կխոսենք հայ-թուրքական այսպես հակամարտության լուծման մասին։ Եվ այստեղ ըստ էության որևէ նոր բան չկա, որևէ նոր հայտարարություն չարվի, ավելին թուրքական կողմը շատ ավելի թափանցիկ է այդ մասին խոսել, ինչը ինժերոց վկայում է այն մասին, որ իրականում ոչ մի հարաբերությունների կարգավորման գործընթաց չկա էլ, որովհետև եթե ամեն ինչ պայմանավորվում է երրորդ կողմով ինքնին արդեն դա խնդրահարույց է, առավել ևս որ մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ արված եւ արվող արվելիք պահանջները դրանց ցանկը շատ ավելին է, քան միայն խաղաղության պայմանագրի, եթե երբևէ այն կրկնվի, հա, խաղաղության պայմանագրի կնքում, այնտեղ կան այնքան նախապայմաններ, որ հետեւողական Թուրքիան դրանք օգտագործելու ասելու համար, որ դեռ բավարարված չի իմ գլխավոր դաշնակից, հետեւաբար մենք հայ-թուրքական այսպես բանակցությունները եւս առաջ չենք մղելու։ Եվ սա բերում է գլխավոր եզրակացությանը Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ չկա, ընդհակառակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգի թեման օգտագործվում է բացառապես որպես խայծ հայկական կողմից հավելյալ զիջումներ կորզելու համար։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում անցկացված ընտրությունների արդյունքով 8 քաղաքական ուժից ավագանի անցավ 3-ը։ Թեև առաջատարը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր, բայց կառավարող ուժին չհաջողվեց հավաքել ձայների 50%-ն ու ավելին։ Երկրորդ տեղում ընդդիմադիր հաղթանակ դաշինքներ, իսկ երրորդում Մայր Հայաստան կուսակցությունը։ Ձայների հաշվարկը դեռ չավարտված ԿՊԱ-ականներն արդեն տոնում էին իրենց հաղթանակը։ Իշխող ուժն այնքան ոգևորված էր, որ նույնիսկ իրենց հաղթանակը ջախջախիչ անվանեց։ Ինչպես խոստացել էինք, մեծախոս ընդդիմությունը իր բոլոր երանգներով Վաղարշապատում ջախջախվեց։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի նոր ղեկավարն է։ Շատ վստահ եւ ջախջախիչ հաղթանակ է արձանագրվել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ Վաղարշապատում ջախջախիչ պարտության է մատնում դաշնակներին Ռոբին Սերժին, Վանեցյանին, Ձևիսներին, Էն Դուբինկով, Մարթուն Կտրիչին, Հրապարակ Ժողովուրդ 168 թերթերին ու իրենց շրջապատին։ Ջախջախիչ հաղթանակ, իրոք, փաստերով բացատրեմ, որ սա ամենևին էլ ջախջախիչ հաղթանակ չէր։ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունի 69866 քաղաքացի։ Ընտրություններին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցել է 31535 քաղաքացի, այսինքն ընտրելու իրավունք ունեցողների մոտ կեսը, 45.12%։ Ընտրություններին մասնակցած այդ 31535 քաղաքացուց 15298-ը իր քվեն տվել է կառավարող ուժին, քաղաքացիական պայմանագրին, 10051 քաղաքացի ընտրել է հաղթանակ դաշինքին, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Մայր Հայաստան կուսակցությունը ստացել է 1692 ձայն։ Մնացած 5 ուժերը, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, 1300-ից ավելի քիչ քվե են ստացել։ Ստացվում է Վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների նույնիսկ կեսը չի մասնակցել ընտրություններին եւ այս դեպքում հայտարարել, թե իշխող ուժը ջախջախիչ հաղթանակ է տարել ընդդիմության նկատմամբ, մեղմ ասած ճիշտ չէ։ Ջախջախիչ հաղթանակը լինում է այն պարագայում, երբ որ մասնակցություն են ցուցաբերում առնվազն 70%-ը եւ այդ պարագայում իշխող ուժը կամ ցանկացած ուժ այդ 70%-ի 70%-ն է տանում։ Վաղարշապատ համայնքում ընդդիմադիր հաղթանակ դաշինքը ստացել է ընտրողների 38% քվեն, առանց որևէ վարչական ռեսուրսի կիրառման։ Մինչդեռ իշխող ուժն իր վարչական լծակներով հանդերձ ստացել է 45% ձայն։ Նրանց ձայների տարբերությունը 5247 քվե է։
Սա արդեն իսկ նշանակում է, որ քաղաքացիական պայմանագրի հաղթանակը վաղար շաբաթում ամենևին էլ ջախջախիչ չէր, ինչպես ներկայացնում էր իշխանական քարոզչամեքենան։ Ջախջախիչը Պորտուգալիա, Հայաստանն էր, դեբիլիկներ, թե բա ջախջախիչ։ Իշխանության հաղթանակը ոչ թե քաղաքացու ստացած վստահության արդյունքն է, այլ վարչական ռեսուրսի օգտագործման հերթական օրինակ։ Էջմիածին քաղաքի իրական տվյալները։ Սևակ Խաչատրյան հաղթանակ դաշինք 7064 ձայն, Արգիշտի Մեխակյան քաղաքացիական պայմանագիր 6812 ձայն։ Քաղաքն իր ընտրությունն արել է, պարզապես իշխանությունը փորձում է դա թաքցնել գյուղական բնակավայրերի հաշվին ձևավորված թվերի տակ։ Իշխանության հերթական մանիպուլյացիան բացարձակապես ոչ մի կապ չունի ջախջախիչ հաղթանակ ասվածի հետ։ Վաղար շաբաթի ընտրություններում աչքի ընկավ նաև իշխանամերձ Հանրապետություն կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Հարություն Մկրտչյանը, երբ հայտարարեց, թե ընտրություններում ձայների մեծամասնություն է ստանալու։ Ես էլ եմ միանշանակ պնդում, որ գնում եմ 50+1% քվե արձանագրելու։ Հստակ կարող եմ ֆիքսել, որ երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերի տեխնացուների ձեռքը չեմ սեղմի քաղաքական առումով։ Մինչև ներկայացնեն, թե ինչքան ձայն է հավաքել նորաթուխ այս քաղաքական գործիչը, լսենք, թե ինչպես են սոցցանցերում արձագանքել այս պորոտախոսին։ Մենակ կամած գնա էլի խնդրեմ գա։ Ինչը վերաբերվում է ախորժակի, երևի Նիկոլի ճաշակին է մնացել, քելեխի խաշլաման են սիրում։ Մի քիչ կամած գնա, հանկարծ ոտքդ սոտ չտանգնես։ Եթե կտրես Հարություն Մկրտչյանի գլուխը, ապա այն եւս 2 րոպե կարտաբերի Քոչարյանի անունը։ Հիմա Հարություն Մկրտչյանի ստացած քվեների քանակի մասին։ Վաղար շաբաթում ընտրություններին մասնակցած Հանրապետություն կուսակցությունը նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարեց, որ անցնի ավականու կազմ։ Ընտրություններին մասնակցած 31535 քաղաքացիներից միայն 1241-ն էր իր քվեն տվել Հարություն Մկրտչյանի ներկայացրած կուսակցությանը։ Դե իսկ ընտրություններից հետո սոցցանցերում տարածվում էր Հարություն Մկրտչյանի մասնակցությամբ այս հոլովակը, որի շուրջ բազմաթիվ հումորային գրառումներ եղան։ Սպասում է երբ ՀԿՊ-ն գալու իրան ձայները փոխանցի, աչքիս երկար է սպասելու։ 50+1 կրած նստած է։ ՔՊԱ-ականներին, որ աջ ու ձախ հայտարարում էին, թե վաղարշաբաթի ընտրություններում հաղթել են ընդդիմությանը, այդ թվում եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված Սամվել Կարապետյանի առաջնորդած մեր ձևով շարժմանը, որն ի դեպ այս ընտրություններին մասնակցություն չի ունեցել, արձագանքեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին։ Թեբա Էջմիածնում կրել ենք Սամվել Կարապետյանի ուժին։ Դուք այսքան ժամանակ կռվում եք դեռ միայն նրա նկարի հետ։ Մի տեղ եք կրել, որ կարողացել եք լավ բռնել տալ։ Ինքն էլ ունենալով բոլոր հնարավորությունները չգնալ կալանքի, գնաց, որովհետև տղամարդ է։ Ձեր պես չգնաց Ավանի շենքերի չուլաններում 1 տարի 4 ամիս պահկված մնաց։ Ընտրությունների հաջորդ օրն արդեն առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց Facebook-ում եւ նշեց, որ վաղարշաբաթցիները իրենց ընտրությամբ մի քանի կարևոր արձանագրում են արել։ Այդ 4 արձանագրումներից 3-րդն առնչվում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Ինչ էր նշանակում Փաշինյանի այս գրառումը՝ Մայրաթորը գրոհելու լեգիտիմացում։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումները այսուհետև պատվիրված են հենց վաղարշաբաթցիների կողմից։ Ալիևի ստրուկը շնորհակալություն է հայտնում իրենց ընտրած վաղարշաբաթցիներին, վերջիններիս ուղեղի բացակայության, թրքասիրության եւ ազգակործան գործունեությանը նպաստելու համար։ Մայրաթորի քաղաքում եւ իր գյուղերում ժողովուրդը իր ձայնը տվեց ոչ թե վեհափառ հայրապետի կողմնակիցներին, այլ հալածողներին, Փաշինյանին ու Փաշազադեին։ Ցավոք, այս նկարի պատկերը պետք է ամեն գնով կանխել։ Ու մինչ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել Վեհարանի վրա հարձակումը, պատասխանատվությունը բարդում է իր ուժին ձայն տված քաղաքացիների վրա։ Իր հանրային գործունեության լեգիտիմացման բավական լավ առիթ տվեց այդ իրավիճակը, ընտրությունների արդյունքների մասով, եւ ինքը պարբերաբար այդ մասին խոսելու է, ինքը պարբերաբար իր այսպես տարբեր կոչերում, չգիտեմ, շաբաթ կիրակի օրը պատարակները չէ բեմադրում տարբեր տեղերում, ինքը պարբերաբար հղում անելու։
Բայց միաժամանակ նաև հասկանալով, որ Էջմիածնի թեման դա զուտ հայկական թեմա չի եւ ներեկեղեցական թեմա չի եւ ներքաղաքական թեմա չի միայն։ Ակնհայտ է, որ Էջմիածնի թեման, այսինքն վեհաբարի փոփոխության, եկեղեցու հիմքերի քանդման, թուլացման թեման նաև Հայաստանի դրսից է պատվիրակված։ Իդեպ, ընտրությունների հաջորդ օրն արդեն ընդդիմադիր հաղթանակ դաշինքի մի քանի անդամների տներում խուզարկություններ էին անցկացվել։ Կային ձերբակալվածներ, որոնք հետագայում ազատ արձակվեցին։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղար շաբաթում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղաշաբաթուն ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000։ Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ, այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց դա թիմը այնքան մեծ է, որ չի ստացվելու։ Ի տարբերություն վաղարշաբաթի ընտրություններում իշխող ուժի չակերտավոր ջախջախիչ հաղթանակի, իրական ջախջախիչ հաղթանակ տարավ Պորտուգալիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում։ Կիրակի օրը Պորտում Պորտուգալիայի հավաքականից գրած խոշոր 9-1 հաշվով Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ ավարտեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը։ Հայաստանի ազգային հավաքականի խոշոր հաշվով պարտությունը խիստ զայրացրել էր ֆուտբոլի երկրպագուններին։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկեյի հաշվով 1-9 պարտվեց։ Պահանջում եմ Արմեն Մելիքբեկյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ կազմի անհապաղ հրաժարականը։ Հերիք է սոսնձվեք ձեր աթոռներին, ծախսեք UEFA-ի, FIFA-ի եւ Հայաստանի պետբյուջեի տված փողերը եւ խայտառակ անեք հայերիս։ Այս արդյունքը պարզապես մեկ խաղի մասին չէ, սա մեր ֆուտբոլի ամբողջ համակարգի բաց թողումների, անպատասխանատվության եւ տարիներով կուտակված ճգնաժամի արդյունքն է։ Պորտուգալիա, Հայաստան հերթական խայտառակությունն ենք ապրում։ Ամեն խաղից հետո Եղիշե Մելիքյանը հայտարարում է, թե պարտության պատասխանատվությունը իր վրա է վերցնում։ Այսինքն ասում է, որ ոչ թե ֆեդերացիայի ղեկավարությունը կամ խաղացողներն են մեղավոր, այլ ինքը։ Ու հետո բա չես ուզում հեռանաս, ամոթ է, ամոթ։ Խաղից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձավ խոշոր հաշվով պարտությանը։ Այո, ցավալի պարտություններ, դա մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք տոպ թիմերի հետ մրցակցելու, մենք ունենք ու կունենանք մեր մրցակիցները, նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, այսօր երևաց դա, որ երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան առայժմ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք, բայց կարծում եմ նման խաղերը մեզ կդառնանք ավելի ուժեղ, ավելի փորձառու մեր ապագայի համար։ Ֆուտբոլային այս ճգնաժամից դուրս գալու ելքն ըստ մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի եւ փոխնախագահի հրաժարականն է։ Արմեն Մելիքբեկյանի եւ Արմեն Նիկողոսյանի հրաժարականն է։ Այս պահին միակ բանը, որ գալիս է մարդու գլխում, պատասխանատվությունը պետք է կրեն այս մարդիկ։ Սոցցանցերում այս լուրջ բովանդակությամբ քննադատություններից եւ պահանջներով արձագանքներից զատ նաեւ հումորային արձագանքներ կային։ Հայ ֆուտբոլիստները եթե խաղի վերջում գերի չեն ընկնում կամ էլ թե խաղադաշտից որևէ հատված չի հանձնվում, դա ինքնին հաղթանակ է։ Ես հիմա Երևանում եմ եւ այստեղ ոչ մի Պորտուգալիա չէր եկել, արծրուն հ։ Խաղը հենոն էր ծախել դեռ միջև հավաքականից դուրս գալը։ KGB-ն էր սարքել, որովհետև հավաքականում Ռուսաստանում խաղացողներ կան։ Պուտինը փող էր տվել, որ հատուկ նենց անեին պարտվեինք թունդ մոլի արևմտամետ։ Ես իմ զույգ աչքերով եմ տեսել, ոնց է Նարիշկինը Մելիքբեկյանի գլխին զենքը դնում։ Այս շաբաթ Փաշինյանի իշխանությունը նախ վերցրեց, այլ կերպ ասած խլեց հեծը գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանից։ Տաշիր կապիտալը զրկվեց հեծը կառավարելու լիցենզիայից, իսկ հաջորդ օրն արդեն 2 ամսով երկարաձգվեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Բայց նախ հեծին լիցենզիայի ձրկելու գործընթացի մասին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լարված մթնոլորտում երեքօրյա քննարկումներից հետո նոյեմբերի 17-ին որոշեց դադարեցնել Կարապետյանին պատկանող հեծի լիցենզիան։ Որոշումն ընդունվեց 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ովքեր են կողմ օրակարգի հարցին, այսինքն ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը։ Ովքեր են դեմ, շնորհակալություն։ Սամվել Կարապետյանին պատկանող հեծին լիցենզիայի ձրկելու որոշումը սպասելի էր, քանի որ այս իշխանություններն ըստ տարբեր գնահատականների գործարարին կալանավորել են քաղաքական դրդապատճառով։ Կարապետյանը Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակում պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցուն, ինչից հետո էլ կալանավորվեց։ Գործնականում որևէ ողջախոհ մարդու համար կասկած չկա, որ սա քաղաքական որոշումը թեկուզ կայացվել է այսպես կոչված անկախ հանձնաժողովի միջոցով։ Այս հարցում կարծում եմ որևէ բանավեճ անգամ կարող է դիտվել որպես ինտելեկտի վիրավորում։ Հիմա էլ մենք մնացինք առանց էլեկտրաէներգիա։ Իդեպ, հեծից հետո գնալու են հայ-ռուս գազարդ։ Սա շատ ավելի բարդ կլինի, բայց ռեալ քայլեր անելու են։ Էլեկտրաէներգիան, գազը, ինչպես նաև ցորենը գեոպոլիտիկա են։ Հանձնաժողովի նիստից հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրեց, թե ինչ գործընթաց է հաջորդելու Տաշիր կապիտալին հեծը կառավարելու լիցենզիայի ձրկելուն։ Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի Փակ Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Բայց անգամ եթե գերակա շահի իրավունքով կառավարությունը վերցնի ընկերության սեփականության իրավունքը, միևնույն է, պետությունը այս դեպքում հարկ վճարող քաղաքացիների ուսերին ֆինանսական նոր բեռ պարտավորություն է դրվելու։ Կառավարությունը պետք է փոխհատուցի ընկերության սեփականատերերին, թե ինչքան դեռ հաշվարկ չկա, բայց խոսքը ըստ տարբեր գնահատականների միլիոնավոր դոլարների մասին է։ Գերակաշահի օրենքը ենթադրում է միջազգային անկախ գնահատող գումարած 15%, որը վճարվելու է սեփականատիրոջին մի քանի 100 միլիոն դոլար մենք այսպես հայ ժողովուրդը վճարելու է վարկերը եղած ընկերության վրա, մի քանի 100 միլիոն դոլար էլ մեր գրպանից բոլորի վճարելու են սեփականատիրոջ, այսինքն ընդամենը մի այսպես քաղաքական քինախնդրության պատճառով այսպես ասած ընկանք պարտքի տակ էլի։ Դեռ օգոստոսին Կարապետյանների ընտանիքը հեծի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ եւ նույնիսկ նախնական գնահատմամբ վնասի չափը կազմում է 500 միլիոն դոլար։ Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։ Նախնական գնահատմամբ վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար եւ ենթակա է վերջնական գնահատմամբ արբիտրաժային տրիբունալի կողմից։ Լրագրողներն էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից հետաքրքրվել, թե արդյոք պատասխանատվություն չի զգում, որ անկախ նրանից, թե կողմերը համաձայնության կգան սեփականության իրավունքի շուրջ, թե ոչ, միևնույն է, պետության վրա ֆինանսական նոր պարտավորություն է դրվելու։ Մեսրոպ Մեսրոպյանը չբացառեց, որ ռիսկեր կլինեն, բայց ըստ նրա դրանք կառավարելի կլինեն։ Գնալ նման քայլերի եւ հայտարարել, որ ճանապարհին դեպի նպատակ գնալուց որևէ ռիսկից մենք կարող ենք զերծ լինել, դա առնվազն պատեհապաշտություն կլինի։ Դրա հավանականությունը կա, բայց հավանականության տոկոսը համարում եմ կառավարելի ռիսկ։ Ի տարբերություն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի, հեծի ԿՊԱ-ական ժամանակավոր կառավարիչը դեռ չի շտապում կարծիք հայտնել, թե որտեղից է պետությունը միլիոնավոր դոլարներ ներգրավելու փոխհատուցման համար։
Թե ինչ գումարների մասն եք դուք ասում, բնականաբար եւս այսօր չենք կարող կանխատեսել։ Սահմանադրության 60-րդ հոդվածն է սահմանում, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ։ Տաշիր կապիտալ ընկերության ներկայացուցիչները հիշեցնում են Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, որով դատարանը Հայաստանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ թե օտարման, թե ժամանակավոր կառավարչի նշանակման գործողություններից։ Ես չեմ կարծում, որ կգտնվի որևէ լուրջ ընկերություն Հայաստանում եւ Հայաստանում եւ միջազգային, ասպարեզում, որը կուզենա այդ իրավիճակում գա ու կառավարի կամ տիրապետի այդ ընկերությանը, որտեղ ինքը խնդրահարույց է։ Իսկ պետությունը կատարել է մի գործողություն, իդեմս կարգավորող մարմնի, որը միջազգային արբիտրաժային դատարանը արգելել է։ Կարապետյանների ընտանիքը դեռ պաշտոնապես չի հայտարարել Տաշիր կապիտալին հեծը կառավարելու լիցենզիայի ձեռքելու որոշումը վիճարկելու մասին։ Ընկերության ներկայացուցիչները սակայն չեն բացառում, որ այդ անարդար ու ապօրինի որոշումը կբողոքարկվի։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ բավարարեց քննիչների միջնորդությունը եւ 5 ամիս անազատության մեջ գտնվող գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրեց եւս 2 ամսով։ Այս որոշումը կայացնելու համար դատավորից 15 ժամ պահանջվեց։ Հենց այդքան ժամանակ էլ քննվել էր Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պնդում է, հայկական ժամանակ կայքը, որտին դեպ պատկանում է վարչապետ Փաշինյանի ընտանիքին, կանխորոշել է դատարանի որոշումը, որովհետև Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը դեռ չավարտված, նոյեմբերի 17-ին 18:25-ին կայքում հրապարակվել է Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ վերնագրով լուր։ Ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու դատարանի որոշումը անսպասելի չէր, քանի որ արդեն կար Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումը։ Երեք մինչև ընթանում էր կալանքի միջնորդության քննությունը, իշխանական լրատվամիջոցը հրապարակեց վերդիկտը։ Սա ուղղակի հրահանգավորում էր եւ փաստ, որ մեր երկրում այլևս արդարադատությունն իրականացվում է, այդ թվում իշխանական խմբագրությունում։ Աբսուրդի թատրոն, իրավական ֆարս, խայտարակություն։ Ու սա արվում է մեկի հրահանգով, ով 2019-ին պարկել էր դատարանների դիմացն ու ասում էր՝ դատարանը պիտի անկախ լինի։ Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դերն է կատարում։ Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ 53 քննիչ, ինչ են ամիսներ շարունակ քննում։ Սամվել Կարապետյանի տված կարճ մի հարցազրույց Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է, որ կարող է իշխանություն կորցնել։ Նախ ընտանիքին պատկանող թերթը 3 հրապարակում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին լուրը, ապա դրան այսօր հետևում է որոշումը։ Совпадение? Не думаю. Ոնց որ ասում են, сам дневальный, сам дежурный։ Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշմանը, այն դեպքում, երբ արդեն կար վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի կալանքը երկարաձգելու մասին չակերտավոր վճիռը, անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է հեռախոսային արդարադատություն։ Սա աներկբա ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից, այն վերածվել է քաղաքական ցուցումներ կատարելու գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր 40-ին եւ արդեն 5 ամիս է անազատության մեջ է, առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է եւս 2 ամիս զրկված մնա ազատությունից։ Հեծին լիցենզիայի ձրկելուց եւ իր կալանքը երկարացնելու դատարանի որոշումից հետո Սամվել Կարապետյանը ԱԾ մեկուսարանից ուղեր ցղեց, որում ոչ միայն շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին, այլև կոչ արեց այս
տարածաշրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից եւ ցինիկ դատավարություններից չհուսահատվել։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը մի քանի ամսից հաղթանակ խոստացավ։ Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք միևնույն է հաղթահարել ենք բոլոր դժվարությունները եւ շարունակել մեր ճանապարհը հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերի։ Այսպես է լինելու նաեւ հիմա, չկասկածեք, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության եւ խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ։ Ուրեմն շարունակում ենք պայքարել եւ գնում ենք դեպի անվերապահ հաղթանակ մեր ձևով։ Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկելու են նրա կալանքի երկարաձգման վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։